5 մթերք, որոնք օգնում են աղիքները աշխատեն։ Կան սննդամթերք, որ լավացնում են մարսողությունը և նպաստում են աղիքների լավ աշխատանքի։ Ես հերթով ասել եմ, որ մթերքները նպաստում են լավ աշխատանքին, ձեզանից լայք եմ ուզում ու մի հատ կոմենտ սրտիկ։ Առաջինը սալորը, կա սալորաչիր, կա սալոր։ Սալորաչիրի մեջ չկա ջուր, եթե դուք սալորաչիր եք ուտում, անպայման հետո ջուր խմեք կամ տաք թեյ խմեք, որ ինքը ուռ։ Որովհետև եթե դուք ուտում եք ճիր, բայց ջուր քիչ եք խմում, ինքը դժվար է ուռելու, իսկ եթե ինքը ուռում է, աղիքները մեղմ աշխատացնելը։ Կան ասենց կլոր քաղցր սալորներ, սև գույնի, իրանք շատ լավ օգնում են մարսողության, աղիքների աշխատանքի, փորձեք ուտել օրվա ընթացքում 1-2 հատ ու կնկատեք դրական փոփոխություն։ Եվ էլի մի մոռացեք ջրի մասին, ջուրը շատ կարևոր պայման է։ Вообще-то ջուրը առաջի մթերքը, որը նպաստում է լավ մարսողության, մանավանդ գոլ վիճակում։ Դառնում արդեն երրորդ մթերք, որը օգնում է լավ մարսողության, դա կահամբը ու ցանկացած տեսակի կահամբը, կա բրոկոլի, ծաղկա կահամբ եւ այլն։ Կարող եք շոկի խաշել մի փոքր, որ փափկի, բայց շատ մի էփեք իրան, որ մեջը պահպանվի բջջանյութը։ Չորրորդ մթերքը, որ նպաստում է լավ մարսողության, դա վարսակը։ Վարսակի շիլը կարող եք պատրաստել, կարող եք թրջել մածունով, ձվածեք սարքել վարսակի փաթիլներով, շատ օգտակար է, շատ հագեցնող է, եթե նաև հետո օգտագործում եք սպիտակուցային սնունդ եւ նպաստում է լավ մարսողության։ Եթե ունեք հարցեր սննդի հետ կապված, նիհարելու, չհանալու, առողջությունվելու մասին, կոմենտներով գրեք ձեր հարցերը, սիրով կպատասխանեմ։ Եվ 5-րդ մթերքը, որը նպաստում է լավ մարսողության, դա սպանաղն է։ Սպանաղը կարող եք պատրաստել ցանկացած ձևով, էլի շատ չեք եպում, շատ կարագ չեք ավելացնում, եթե սոխարաթը դրան պատրաստում են։ Ես շատ ժամանակ օգտագործում եմ սպանաղը հում վիճակում, ուղղակի աղցանների մեջ կտրտում եմ, ավելացնում եմ ձետ, ցանկացած բանջարեղեն, համեմունքներ, լիմոնի հյութ, ու ինքը շատ լավ աշխատացնում է աղիքները, իսկ եթե մեկ աղիքները ամեն օր աշխատում է, ճիշտ, ուրեմն անցնում է վկնածությունը, քեզ շատ թեթև է զգում եւ իհարկե նիհարող մարդու համար դա շատ կարեւոր է։ Ընդհանրապես առողջության համար շատ կարեւոր է։ Եթե էլի հետաքրքրում է այդ թեման, այդ խնդրի մասին, եթե ուզում եք խոսել, կոմենտներում գրեք։ Ես շատ բան կարող եմ ասել դրա մասին, որտեղ ես առաջ ունեի խնդիր, իսկ հիմա կարգավորվել է ու կարող եմ ձեզ լիքը խորհուրդներ տալ։ Եղեք